Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Արմեն Գալստյան, Միասնության թևեր կուսակցության նախագահը, Միասնության թևեր կուսակցության ցուցակում պատգամավորության տեխնացու Նիպարիտա Դրմեյան, նույնպես Միասնության թևեր կուսակցության անդամ է եւ պատգամավորի տեխնացու Միասնության թևեր կուսակցության ցուցակով եւ Նարեկը Բալաբեկյան, նույնպես Միասնության թևեր կուսակցության անդամ եւ մեր պատգամավորի տեխնացուներից են Նարեկը։ Մենք նաեւ ներկայացուցիչներն ենք, լիազորված անձինք ենք, ովքեր ներկայացուցին Միասնության թևեր կուսակցության նախընտրական ցուցակը կենտրոնական ընտրական հանձնաժողով հունիսի 7-ի ընտրություններին, համապետական ընտրություններին մասնակցելու համար։ 88-անոց է մեր ցուցակը, սահմանված չափով եւ ցուցակը ամբողջական առաջին մասն է, այսինքն մի մասով ցուցակը ամբողջական 88։ Կներեք, էլի մի հարց, դուք սկզբում նախ հայտարարեցիք, որ համագործակցում եք Հայ-ԱԿՊ-ի հետ, հետո անսպասելիորեն հայտարարեցիք դադարեցման մասին, ինչով պայմանավորված։ Ես չգիտեմ, թե ինչու է դա անսպասելի, մենք համագործակցություն սկսեցինք, մեր համագործակցության որոշակի ծրագրային մեր դրույթները փորձեցինք մեր ընդհանուր մոտեցումները համաձայնեցնել, բայց ժամկետը բավական սուղ էր եւ կային համապատասխանություններ մեր մոտեցումների միջև, մենք որոշում կայացրեցինք փոխադարձաբար, որ այս փուլում համագործակցությունը պետք է դադարեցնել, որպեսզի հետագայում նույնպես գուցե հնարավոր լինի այդ համագործակցությունը կամ չլինի, բայց այս փուլում արդեն ժամկետներն էին բավական սուղ եւ գաղափարական տարաձայնություններ։ Գիտեք ինչպես ամեն մեկս մեր մոտեցումներ ունենք շատ տարբեր հարցերի վերաբերյալ եւ այդ հարցերի շուրջ մեր համաձայնությունները, բազմապետ բանակցությունները երկարում էին եւ շատ բարի դրացիական, շատ ջերմ մեր փոխհարաբերությունները նույնպես հիմա շարունակվում են Հայ-ԱԿՊ-ի հետ, բազմապես այս փուլում ընտրական գործընթացներին միասին մասնակցությունը որոշեցին դադարեցնել։ Հայտարարված էր այդպես, որ մենք որոշում ենք կայացնել միասին մասնակցել ընտրություններին։ Բայց ելեմ կրկնում, սուղ ժամկետների պատճառով այդ համագործակցությունը ընտրական գործընթացների մասնակցելու տրամաբանության շրջանակներում դադարեցվել է եւ մենք ընտրությունների մասնակցում ենք մեր ցուցակով, մեր ինքնուրույն ցուցակով, սակայն մեզ այդ շարունակում են համագործակցել եւ մեր ցուցակում ներառված են Շանդաշինք կուսակցության անդամները, Շանդաշինք կուսակցությունից անձինք, մենք փոխադարձաբար ինչպես նաեւ առաջ շարժման, ինչպես է առաջ արժանապատվության շարժման մեր գործընկերներից մարդիկ կան ներգրաված մեր ցուցակում կան անհատներ, որոնք անկուսակցական են եւ մեր ցուցակը բավական այդպես ընդգրկուն է, համապարփակ է, տարբեր պրոֆեսիոնալներ կան։ Ստացվել ինչպես եւ խոստացել ենք, ստացվել է պրոֆեսիոնալների ցուցակ, որը գնում է առաջիկա ընտրությունների մասնակցելու համար։ Շատ այսպես ոգևորված, մեծ ոգևորությամբ, այսօր մեր ցուցակը ներկայացրել եւ շատ դրական են գնահատում մեր աշխատանքից է կախված հետագա արդյունքները։ Պարոն Գալստյան, այսինքն Հայ-ԱԿՊ-ի հետ ձեր համագործակցությունը չստացվեց, ձեր նախաձեռնությամբ թե Չալաբյանը ինչ-որ տեղերի հետ կապված այլ ամբիցիաներ ուներ, չբավարարվեցին այդ ամբիցիաները եւ չստացվեց համագործակցությունը, փակագծերը բաց եք մտնում։ Ինչպես արդեն նշեցի, կա փոխադարձ ընդհանրապես փոխադարձ համագործակցություններ փոխադարձ դադարեցնելը մեկը մյուսի հետ ոնց փոխադարձ որոշումներ, համատեղ որոշումներ եւ կապված չէր ինչ-որ տեղերի վերաբերյալ, հենց զուտ տեղերի վերաբերյալ քննարկումներ, այսինքն տեղերի երկակապություններ։ Ինչպես արդեն նշեցի, որոշակի հարցեր էին, որոնք պետք է համաձայնեցվեին միասնական հանդես գալու համար։ Բայց եթե չէին համաձայնեցվել, ինչու հայտարարեցիք, որ համագործակցում եք, անգամ ձեր միջոցառումների ժամանակ իրենց մասնակցությունը տեսանք, այսինքն այդ ամենը չէր քննարկվել։ Այդ պահի համար դա բավարար էր։ Հետագա փուլերի համար արդեն հետագա փուլերում հանդես գալու համար, ինչպես արդեն նշեցի, դրանք արդեն դուրս էին գալիս այն շրջանակներից, որոնց վերաբերյալ պետք էր արդեն ավելի մանրամասն համաձայնություններ։ Գլխավոր տարաձայնությունը ո՞րն է ձեր երկու։ Վերեք ես չմանրամասնեմ, հետագայում ես համոզված եմ, մենք առիթներ կունենանք դրա մասին դեռ շատ խոսելու, մեր Հայ-ԱԿՊ-ի ընկերների հետ կարող ենք քննարկումներ կազմակերպել, որին դուք համոզված եմ ներկա կլինեք, եւ կարող ենք դրա մասին շատ ավելի մանրամասն խոսել։ Այս պահին կարծում եմ չարժի այդ մասին եւ պետք չի պարզապես այդ մասին ավելի տենց մանրամասն խոսել։ Ես համոզված եմ դրա մասին խոսելու շատ առիթներ դեռ կունենանք։ Եվ եթե դուք էլ նկատեք, մենք ունենք որոշակի մեր այսպես հետևեք հետագայում նաև մեր ծրագրին, ինչպես նաև Հայ-ԱԿՊ-ի հայտարարած դրույթներին եւ իրենց ծրագրային մոտեցումներին, հաստատ համոզված եմ կտեսնեք, որ կան տարբերություններ
եւ այդ տարբերություններն են պատճառ հանդիսացել ընտրություններին արդեն միասին չմասնակցելու համար եւ այդ ոնց ասեմ մեր մոտեցումները չհամատեղվեցին հենց որոշակի սկզբունքային հարցերի շուրջ։ Պարոն մեր աշխատանքներով մոտ 200 միլիոն դրամ են ծախսել մեր վահանաների տեղավորման բավականին քանքերերում տեղադրելու համար։ Խնդրեմ ներկայացնել որտեղից ձեր ֆինանսավորումից է այդքան ֆինանսական միջոցներ, քանի կապելու ու ձեզ ֆինանսավորում է Սերժ Սարգսյանը։ Մեզ Սերժ Սարգսյանը չի ֆինանսավորում, մեզ ֆինանսավորում են շատ տարբեր մարդիկ, մեր տարբեր ընկերներ, մեր սեփական միջոցներն են ներդրված, մեր ընկերների միջոցները մենք ես կարող եմ ավելացնել բոլոր այն անձին, բոլոր մեր այն քաղաքացիները, ովքեր հաշտ չեն ստեղծված իրականության հետ։ Եվ դրանք մի աղբյուրից միջոցներ չեն, ես ցանկանում եմ նշել, դրանք տարբեր աղբյուրներից միջոցներ են եւ հետագայում նաեւ վերապարակվեն ֆինանսական հաշվետվություններ, դուք ինքներդ եք տեսնեք, որ դրանք տարբեր միջոցներից եկած միջոցներ են եւ ել եմ ուզում ցանկանում ուղիղ կրկնել, ուղիղ ասել, որ դրանք մեկ աղբյուրից միջոցներ չեն եւ Սերժ Սարգսյանը չի ֆինանսավորում մեր գործունեությունը։ Իսկ հետընտրական համագործակցություն դեպքում գնում եք հայտնի հետ միասին։ Հիմա այս մի քանի օր առաջվա հայտարարությունից հետո ցույց պատկերավոր ասեմ, ձեր շանսերը ինչպես է գնահատում առանց հայակվելու։ Առանց փոփոխությունների։ Ինչպես եղել են մենք մեր շանսերը նույն կերպով գնահատում ենք, մենք մեր շանսերում փոփոխություններ չենք տեսնում։ Պատրամաբանությունը ո՞րն է համագործակցության հիմքերով։ Հայակվեում կան շատ լավ պրոֆեսիոնալներ, շատ լավ մարդիկ, ովքեր ունեն անցած ճանապարհ եւ նրանց մեզ հետ լինելը հեչ չէր, ված չէր լինի հետագայում, որպեսզի այդ մարդիկ ներգրավվածեն եւ ազգային ժողով եւ հետագա պրոցեսներում։ Եվ եթե մենք ունենանք հնարավորություն, նրանց կրկին կանենք առաջարկներ, նրանց կրկին սիրով կներգրավենք ինչպես մեր գործունեությանը, այնպես էլ պետական կառավարմանը, եթե այդպիսի հնարավորություն ստանանք։